Հա իդեպ նաև մի խնդրել եմ ուզում անդրադառնալ, հիշում եք չէ, որ նորից Նիկոլ Փաշինյանը խոսում է զինակոչիկային տարիքը, հա, ծառայության կրճատեցին 1.5 տարի, 2 տարուց, այսինքն ասում է, որ մեր բանակը պիտի լինի ոչ թե հարձակվողական, այլ պաշտպանողական, ըստ էության այսպես փորձում է գլխատել բանակը, բայց ուզում եմ հիշեցնել, որ նույն Նիկոլ Փաշինյանն էր, երբ որ դարձավ վարչապետ, իր բարերը Սարդարապատում, որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, հիշում եք չէ, այդ ժամանակ Տավուշում մի միջդիրքային ուրեմն տարածք կարողացան, հա, պաշտպանել, հա, այդ դիրքերը պաշտպանել, այդ ժամանակ Նիկոլը 71 մարտական խաչ բաժանեց, հետո որ դրա անունը դրեցին Պազիկ օպերացիա, 71 մարտական խաչ բաժանեց, ինչի եմ սա ասում, որ նայել եմ վիճակագրությունը, բոլոր 3 նախկին նախագահները Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրանց պաշտոնավարման ընթացքում այդքան մարտական խաչ չեն բաժանել, ինչքան մեկ օպերացիայի ժամանակ, որ Նիկոլը հայտարարում էր մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, բաժանեց Նիկոլ Փաշինյանը, հետո վիծիծիլի այդ բանակը դարձավ թալանված բանակ, այդ բանակը դարձավ բանակ, որի տրակտոր բանի տանկի մեջ ոչ վառելիք չկար, որ լցնեին, եւ այդ բանակը դարձավ բանակ, որտեղ զենք չկար, մարդիկ լապատկեքով էին կռվում, բա որ լապատկեքով էին կռվում, 6 միլիարդի զենք Ալիևը ոնց տարավ, Զաքիր Հասանովը Արցախը գրավելուց հետո հայտարարեց, որ այսպիսի բան չենք տեսել, թե քանի միլիարդի լավագույն զենք կար Արցախում եւ դա տարածաշրջանի ամենառազմականացված գոտին էր։ Սա էլ էս մասով, եթե հարցեր կան։ Այո։ Բնականաբար, այո, այո, այո։ Հա, իդեպ Սասուն Միքայելյան, տենց վստահ ես, որ ինչ-որ մի պահի քեզ Քոչարյան Անդրանիկին Նիկոլը չի հանձնելու Ալիևին, որտեվ Ալիևը ցուցակ ունի, ավելին հիշում եք, ժամանակին Ադրբեջանի դատախազությունը ասեց մենք դիմելու ենք Հայաստանի դատախազությանը, որպիսի տարբեր քաղաքական լիդերների, նախագահների, վարչապետերի, պաշտպանության նախարարների, զինվորականների հանձնի մեզ։ Ես ավելի քան վստահ եմ, որ գալու է նաև այդ օրը, որ Նիկոլը քո Անդրանիկ Քոչարյանի վրա մի հատ բանտիկ է կապելու եւ հանձնելու է Ալիևին սկզբնական փուլում որպես վկա, բայց մենք գիտենք ինչ է նշանակում լինել վկա ադրբեջանական բերդում։ Ես եմ շնորհակալ։